Դուք ինչպես եք գնահատում վարչապետին անվստահություն հայտնելու այս քերացնելու գործընթացը։ Ես իրան չեմ սիրում, ճիշտն ասած չեմ հավանում, որ քաղաքական գործիչ Էդմոն Մարուկյանին։ Բայց տենց մի տեխնացու չկա, որ առաջարկում են հանձնի դիրքերը, ում են ընտրելու։ Հա? Պետք է այդ մտածենք, չէ՞։ Բայց ձեզ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, թե ընտրություններին պետք է սպասել։ Դե կարելի է սպասել ընտրություններին։ Ոչ մեկն էլ ոչ մի բանի պետք չէ։ Ճիշտն ասեմ, ես մի քիչ հեռու եմ քաղաքականությունից, բայց ինձ թվում է, որ ինքը ամեն ինչ անում է։ Ինչը որ ասենք իր ուժերի մեջ է։ Այդքան։ Օրինակ տարբեր ընդդիմադիրներ Էդմոն Մարուկյանին էին վարչապետ առաջարկում լինի։ Ոյ, չգիտեմ։ Ես չի ասի, որ ինքը ասենք այդ ոնց ասեմ տեխնացուն է էլի ամենալավ։ Ես չի ասի։ Չգիտեմ, իրանք պետք է ընտրեն, այսինքն ժողովուրդը պետք է ընտրի, ով չի, մենք հիմա չենք կարող իմանանք էլ ում ընտրեց, որովհետև միջև հիմա այնքան բաներ էին արել, որ չես կարող էլի վստահ ասել ում ընտրես։ Տեսնենք ժողովուրդը ինչ կասի։ Ես այդպես գործերի հետ գործում չեմ անում։ Չեմ կարող ասել, ազգան, չեմ կարող ասել, որտեվ ինչքան որ գիտեմ, վարչապետը ուզում է, որ պետություն ստեղծի, իսկ ընդդիմադիրները չեն ուզում, այդքան բան գիտեմ։ Վարչապետի նման գերազանց վարչապետ չենք ունեցել։ Ես քաղաքի բանում տեսել եմ ղեկավար Դեմիրճյանից հետո ինքն է ամենալավ մարդը։ Բարի Հայաստանին սիրող, հարգող, պատվավոր մարդը։ Տեսեք, օրինակ պատիվ ունեմ խմբակցությունը Քոչարյանին է տեսնում որպես վարչապետ Էդմոն տեսել ենք մի անգամ ախպեր ջան։ Ես տեղի բնակիչ եմ, Սերժին էլ եմ տեսել, Քոչա, դրանք թալանչի մարդիկ են, եղավ, բալես։ Ուրիշ երեսի անուն չունեն, որովհետև նրանք քաղաքական դիակներ են ու ժողովուրդը շատ լավ է հիշում ինչ են արել այդ ժողովրդի գլխին։ Եվ Սերժ Սարգսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ ամոթ է, էլի, հերիք է իրանց անունները շարքվի։ Ամոթ է։ Թող մի փոքր թասիբ ունենան, գնան մտնեն իրանց տները, ընդհանրապես դուրս չգան տնից։ Ընդհանրապես չխոսեն։ Բայց տեսեք Գողը բոլորին կանգնում ասում է գող։ Ռոբերտ Քոչարյանը ասում է Նիկոլ Փաշինյանը ավելի շատ հարստություն ունի, քան Դե դուք էլ ասեք։ Ասում ասելով, հա։ Թող ապացուցի, եթե գողացել է, թող դատվի։ Ասելով չէ՞ էլի։ Հերիքա,